Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են, հերթական խմբականակով առաքվել է պրոպանգազ և պարարտանյութ։ Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալի, որը ներխուժել էր Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք, վնասելով 6 դամբարան և աղբյուր։ Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման ջաբարով։ Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա։ Թուրքիան S-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին, գրում է Հուրիեթը։ Դոնալդ Թրամփը և Բենյամին Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Պարսից ծոցում։ Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են 4 մարդու։ Դամասկոսում Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ է իրականացրել իսլամական պետության հետ կապված բջիջը։